Ամուսնալուծությունների հատկապես վերջին տվյալները բավականին մտահոգիչ են, ավելի շատ են սկսել ամուսնալուծվել, այստեղ ամուսնական դավաճանությունները տեղ ունեն և եթե այո, ինչ տեղ ունեն։ Տեղ ունեն, բայց ես կարծում եմ, որ դավաճանությունը դա արդեն իսկ հետևանք է։ Հետևանք հարաբերությունների մեջ զրույցի բացակայության, անգույն սեռական կյանքի, ծանրաբեռնվածության, հոգնածության։ Օրինակ ես ունեմ կանանց իմ դաշտում, թերապևտիկ, որ 12-14 ժամ նրանք կարող են աշխատել։ Ամուսինը բնականաբար գալիս է, ասում է ինքը սառն է, միշտ հոգնած է, միշտ գլուխը ցավում է, եւ հետո երբ որ դու առանձին հանդիպում ես կնոջը, հասկանում ես, որ 12-14 ժամ աշխատող կնոջը մի բան է պետք, լուռ մնացեք, քնեմ։ Այսինքն այս ամբողջի հետևանքով կարող է լինել դավաճանություն, բայց միթե դավաճանությունն էր պատճառը։ Այնտեղ խորքում չէ, որ կային ուրիշ բաներ, որոնց երկար ու ձիգոր էր, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որ սեռական կյանքը արդեն այնքան անգույն է, որ ոչ մեկի մեջ էմոցիոնալ ոչինչ չի առաջացնում։ Հետևանք է մի խոսքով դավաճանություն, այսինքն ձեր հարցին արդյոք ամուսնալուծությունների մեջ դավաճանությունը տեղ ունի թե ոչ, ունի, բայց մենք պետք է գնանք արմատին, մենք ոչ թե պետք է դատողի դերից փորձենք հասկանալ դավաճանել է, ինչու է դավաճանել, այլ աղբյուրը, պատճառը, մոտիվը որն է եղել դավաճանության, եւ մենք հայտնվում ենք լրիվ ուրիշ վայրում։